Ուզում եմ, որ ձեր աչքերի առաջ բացվի վերջը Աստծո եւ Սատանայի պատերազմի իրական լինելը կյանքում։ Եթե դուք սա իսկապես ընկալեք, դուք երբեք չեք գնա մեղքի։ Դուք միշտ կձգտեք Աստծո ու սրբության նրա պաշտպանության տակ լինելու։ Որտեղ այս պայքարը իրականում մինչև աշխարհի վերջը, մինչև Հիսուսի գալուստը։ Ու մենք ուզենք թե չուզենք այդ պայքարի մեջ ենք։ Երբեք չմտածեք, թե Սատանան մեր դեմ պայքարելուց պիտի հանգստանա մի բան։ Ինքը տենց բան չունի։ Ինքը հանգստանում է ամեն մեկի դեմ պայքարելուց մենակ այն ժամանակ, երբ որ այդ հոգուն հասցնում է դժոխք։ Մնացած ժամանակային դեռ երկրի վրա պայքարը շարունակվելու է։ Ով կհաղթի ձեր կյանքում, Աստված թե Սատանան, դա կախված է ձեր ընտրությունից։ Լավ, բաց արեք ինձ հետ Գաղատացիների 5-րդ գլուխը, մենք պիտի շարունակենք։ Թեև խոսում ենք չերևացող աշխարհի մասին, բայց որքան երևացող են նրանց գործերը։ Մենք այդ անձերին չենք տեսնում, ոչ Աստծուն ենք տեսնում, ոչ էլ Սատանային, բայց նրանց գործերը շատ բացահայտ ենք տեսնում։ Նրանց պայքարն էլ շատ բացահայտ ենք տեսնում։ Այսօր էլ պիտի խոսեմ նրանց պայքարի մի կողմի մասին, որովհետև իսկապես Աստծո թագավորությունը եւ Սատանայի թագավորությունը մինչև աշխարհի վերջը լինելու են պայքարի մեջ, բայց այդպես չի մնալու։ Պիտի գա այն օրը, որ Սատանայի թագավորությունը ամբողջովին դեն գծված կլինի, ու միայն Աստծո թագավորությունը կթագավորի հավիտյան, իր արդարությունով, իր սրբությունով, իր մաքրությունով։ Այն ժամանակ մարդիկ արդեն իրար հետ շատ քաղցր ու շատ խաղաղ կապրեն։ Հալելույա։ Նամար երջանիկ հույսն մենք սպասում ենք դրան։ Մենք խոսել ենք Աստծո թագավորության մասին, նաև խոսում ենք Սատանայի թագավորության մասին ու դրանց պայքարի մասին ամենաշատը։ Ու սրա նպատակն է մի բան, որ այդ պայքարի ժամանակ, որ դուք տեսնեք, կարողանաք ճանաչել, թե որն է Սատանայի թագավորությունը, որն է Աստծո թագավորությունը, եւ մեր կյանքը, եկեղեցին, Աստծո ընտանիքը մաքրված լինի սատանայական գործերից, դուրս մղված լինեն սատանայական գործերը, որպեսզի Աստծո թագավորությունը կատարյալ լինի երկրի վրա։ Եկեղեցու իմաստն ու նպատակն է երկրի վրա ցույց տալ, որ Աստված իրական է։ Հալելույա։ Ուզում ես դրա համար ապրել, Գաղատացիների 5-րդ գլուխ 19-րդ խոսքից պիտի կարդամ։ Մարմնին գործերը հայտնի են, որ սրանք են. շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չայնարվածքներ, մարդասպանություններ, գինովություններ, անառակություններ ու ինչ որ սրանց նման են, որ հիմիկվանից ես ձեզ ասեցի, ինչպես առաջվանից էլ ասում էի, որ այսպիսի բաներ գործողները Աստծո թագավորությունը պիտի չժառանգեն։ Երբեք չխափնվեք, այսպիսի բաներ գործողները Աստծո թագավորությունը չեն ժառանգելու։ Բայց հոգու պտուղը սա է՝ սեր, խնդություն, խաղաղություն, երկարնտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Աստծո թագավորությունը ինչպիսին, եւ ինչպիսին է Սատանայի թագավորությունը։ Սատանայի թագավորության նկարագրի մեջ մենք բաժանեցինք մի քանի մասերի։ Այսօր էլ մի բաժնից պիտի խոսեմ։ Ուրեմն մենք խոսեցինք ինչի մասին։ Սկզբում խոսեցինք սեռական մեղքերի մասին, որ դրանք ամենաահավոր մեղքերից մեկն են Աստծո դեմ։ Մենք խոսեցինք կռապաշտության մասին, խոսեցինք մոլությունների մասին։ Եթե այս ցուցակը մի անգամ էլ կարդամ, դուք կտեսնեք, որ այստեղ մի ամբողջ խումբ ու ավելի շատ մասը վերաբերում են մարդկային հարաբերություններին։ Տեսեք 20-րդ խոսքում գրված է կռապաշտություն, կախարդություն, հետո սկսվում է արդեն մարդկային հարաբերություններին վերաբերող բաժինը։ Թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չայնայվածքներ, մարդասպանություններ ու շարունակելի ինչ որ բաներ։ Բայց նկատում եք, որ ամենամեծ բաժինը վերաբերում է մարդկային հարաբերություններին։ Այսօր մենք խոսենք մարդկային սխալ հարաբերությունների մասին։ Աստծո առջև սրանք սխալ են։ Սատանայի համար հենց սա է ինչ որ ուզում է։ Գիտեք, երբ որ մենք մտածում ենք, որ աշխարհում պատերազմներ կան ու երկու պետություններ պատերազմ են ու միլիոնավոր մարդիկ են մահանում, այդ միլիոնավոր մարդկանց մեջ դուք պատկերացրեք, Սատանան կանգնած ինչքան է ուրախանում։ Իրեն հաջողվել է շախմատի քարերի նման երկու խմբի իրար դեմ պատերազմի հանել, ու հետո դրա մեջ ինքը ինչքան է շահում, որովհետև բազմաթիվ հոգիների տանում է դժոխք ուղղակի այդ պատերազմի պատճառով։ Այսպիսի բաները մեծ մասշտաբով չեն միայն տեղի ունենում, սա տեղի ունենում նաև փոքր մասշտաբով։ Մեր կարճ փոքրիկ հարաբերությունների մեջ, օրինակ կոլեկտիվներում, ընտանիքներում, շատ բազմազան տեղերում դուք կարող եք հանդիպել մարդկային այսպիսի փչացած հարաբերությունների, սխալ հարաբերությունների։ Դրա համար արժի որ սրա մասին մանրամասն խոսենք։ Ամբողջ Աստվածաշունչը կազմված է երկու տեսակ հարաբերություններից՝ հարաբերություն Աստծո հետ, հարաբերություն մարդկանց հետ։ 10 պատվիրաններից 3-ը խոսում են հարաբերություն Աստծո հետ, մնացած 6 պատվիրանները խոսում են մարդ-մարդ հարաբերության մասին։ Այդտեղ մի պատվիրան որպես ուխտի նշան է տրված։ Մնացած 3-ը խոսում են Աստծո հետ հարաբերության, 6-ը մարդկանց հետ հարաբերության։ Հետաքրքիր է, չէ՞։ Գիտեք ինչու։ Որովհետև մարդկային հարաբերությունները մեր կյանքում ավելի շատ են հանդիպում։ Մարդը Աստծո հետ կամ հարաբերություն ունի կամ չունի։ Մնացած դեպքերում ինքը իրան կարա խափի։ Եթե մարդը լինի մեղքի մեջ, ինքը սիրի մեղք ու ասի ինքը Աստծո հետ հարաբերություն ունի, Աստծո խոսքը կոնկրետ ասում է, որ այդ մարդը ստախոս է։ Ու այդպիսի բան հնարավոր չի որ լինի։
Այսինքն Աստծո հետ կամ կա կամ չկա այդ հարաբերությունը, ամեն ինչ շատ պարզ է։ Դրա համար առաջի պատվիրանը ասում է ինձանից բացի ուրիշ Աստված չունենաս։ Երկրորդը ասում է կուռք չշինես քեզ համար։ Երրորդն ասում է իմ անունս պարապտեղը բերանը չառնես։ Բայց այնտեղ 6 պատվիրաններ խոսում են մարդ-մարդ հարաբերության մասին։ Եվ այս հարաբերությունը, որ երկու անգամ ավելի շատ խոսվում է մարդ-մարդ հարաբերության մասին, գրված է ամբողջ Աստվածաշնչով մեկ։ Եվ մի գաղտնիք էլ ասեմ, մարդ-մարդ հարաբերության որակը կամ ինչպիսին է մարդ-մարդ հարաբերությունը, կախված է թե այդ մարդիկ ինչքանով կապ ունեն Աստծո հետ։ Մարդիկ թշնամություն են պահում իրար նկատմամբ, նախանձ ու չգիտես ինչեր իրենց սրտում ու իրենք համարում են, որ ճիշտ Աստվածապաշտ են։ Նման բան չի լինում։ Եթե մարդը ունի սխալ հարաբերություններ, ինքը չի կարող մնալ Աստծո ներկայության մեջ անխախտ, ուղիղ։ Անպայման Աստված իրեն կցնցի, կասի չէ որ պիտի գնաս, պիտի այս բանը անես։ Չեմ ուզում շատ միանգամից ասեմ, որովհետև հիմա մանրամասն պիտի սրանք նայենք։ Եկեք իրար հետ հերթով այս բոլոր գրված բաները ուսումնասիրենք։ Առաջինը կարդում ենք թշնամություններ։ Մարդը մարդուն նայում է որպես թշնամի։ Աստվածաշունչը ինչ ասում է։ Ասում է մեր թշնամին մարմինն ու արյունը չի։ Ապա ամբողջ դիվական աշխարհը ես կարճ ասեմ։ Դա գրված է Եփեսացիների 6-րդ գլխում։ Եթե մարդը կարողանում է մարդուն նայի որպես իրեն թշնամի, ինքը չի հասկանում Աստծուն ու ճշմարտությունը դեռևս իրեն չի բացված։ Կլինեն մարդիկ, որ սատանայի իշխանության տակ լինելով կթշնամանան քո դեմ, բայց ինքը չի քո թշնամին վերջի վերջո։ Ինքը մարդը ինքը թույլ հավատացել է, ինքը չգիտեմ ինչ է ու ինքը քեզ թշնամություն է անում, բայց գոնե դու եթե համարում ես քեզ ավելի լավ հավատացյալ, պիտի իրեն թշնամություն չանես։ Դու պիտի նայես, որ քո թշնամին նրա վրա իշխողն է, ոչ թե ինքն է։ Ու եթե քո պատերազմը ճիշտ ուղղությամբ ուղես, դու հաղթանակի կհասնես։ Հաղթանակի չեն հասնում են մարդիկ, որ մարդու դեմ են պատերազմում։ Հաղթանակի հասնում են նրանք, ովքեր պատերազմում են իսկական թշնամու դեմ։ Ձեզ մի գաղտնիք ասեմ, թշնամություններ իրենց սրտում պահող մարդիկ երկնքի թագավորությունից զրկվում են։ Հակառակ դեպքում այս խոսքը ճշմարիտ չէր լինի, որ այսպիսի բաներ գործողները երկնքի թագավորությունից զրկվում են։ Գրված է, չէ՞, այստեղ մենք կարդացինք իրար հետ։ Մի ուրիշ մեղք ասեմ, որ էլի կապված է թշնամության հետ։ Սա թշնամություն առաջացնելն է, գիտեք, որ շատ տարածված է մարդկանց մեջ։ Մարդիկ մեկի հետ թշնամացած են, իրենց սրտում վատ են այդ մարդու հետ, սկսում են մյուսների ականջին վատ բաներ խոսել նույն մարդու հասցեին։ Ու թշնամություններ են առաջացնում։ Առակաց գրքում մի խոսք է գրված է, որ Աստված զզվում է թշնամություն առաջացնող մարդուց։ 6-րդ գլխում է գրված Առակաց, կարող եք դա կարդալ։ Առակաց գիրքը շատ ճոխ գիրք է մարդ-մարդ հարաբերության համար։ Իսկապես շատ քիչ է խոսվում մարդ-Աստված հարաբերության, բայց շատ է խոսվում մարդ-մարդ հարաբերության մասին։ Եվ դա կապում է հենց Աստծո հետ։ Գիտեք սա ինչ է նշանակում, երբ որ դու նստում ես մեկի կողքին ու խոսում ես մյուսի վատ բաների մասին, Աստվածաշունչը դա անվանում է բամբասանք։ Գիտեք, այս աշխարհը լցված է կեղծավորությունով, բամբասանքով։ Մարդիկ կգան երեսիդ ջանք ասեն, կժպտան, կգնան ետևից ամենավատ բաները կխոսեն քո մասին։ Չեմ ուզում այսպիսի մարդիկ իմ կողքին լինեն։ Դու էլ չես ուզում կարծում եմ, որ քո կողքին այսպիսի մարդիկ լինեն։ Դրա համար ամեն մեկը ձեզ նայեք, որ չլինեք այդպիսի մարդիկ։ Մենք այն մարդիկ ենք, որ պիտի այսպիսի բաներ չանենք։ Սա հենց սատանայի թագավորության տարածումն է։ Գիտեք ինչու՞։ Որովհետև թշնամությունը սատանայի թագավորությանն է հատուկ։ Եթե մենք սկսում ենք թշնամությունը տարածել մարդկանց մեջ, մենք սատանայի թագավորությունն ենք ընդարձակում։ Եկեք սեր ու խաղաղություն քարոզենք մարդկանց մեջ ու իրար նկատմամբ։ Ճիշտ է։ Ու կտարածենք Աստծո թագավորությունը։ Մի բան ասեմ, ես շատ եմ տեսել մարդիկ, ովքեր վարակված են ինչ-որ մտքով։ Ինչ-որ միտք, որ վարակելով գնում է, տարածվում է ուղղակի։ Դուք նկատել եք այդպիսի բաներ։ Բայց այս չարախոսության ու բամբասանքի հետևանքն է, որ թշնամությունը սկսում է տարածվել մարդկանց մեջ։ Ու սրա դեմ Աստվածաշունչը շատ խիստ խոսքեր է գրում։ Ու միայն այդ խոսքը չի, որ գրված է թե Աստված ատում է թշնամություն առաջացնող մարդուն։ Աստված զզվում է ուղղակի գրված է այդպես առակացում։ Մի ուրիշ բան ասեմ, երբ որ դուք կլսեք, որ ինչ-որ մեկը ձեզ վատ բաներ կասի, մի կանգնեք այդ մարդու կողքին։ Հակեք այդ մարդու բերանը ամեն ինչով կարող եք ու փոխեք թեման, դարձրեք Աստծո թագավորության թեմա։ Մի տրվեք բամբասանքների։ Աստվածաշունչը ասում է չխաբվեք, չար ընկերակցությունները լավ բարքը փչացնում են։ Գիտեք, շատ մարդկանցից լսել եմ այսպիսի արտահայտություն, ին վրա չի ազդում, հնարավոր չի, որ չազդի։ Օրինակի ձևով ասեմ, փորձեք պատկերացնել։ Քո ականջին ինչ-որ վատ բան ասել ինչ-որ մարդու նկատմամբ։ Մեկ էլ հանկարծակի հանդիպում ես այդ մարդուն, ում մասին որ վատ բան ասել։ Ուզես թե չուզես, քո սրտի մեջ ինչ-որ մի բան շարժվում է բացասական։ Ճիշտ եմ ասում։ Եթե այո, ուրեմն լավ է չլսել այդպիսի բաները։ Ինչու թույլ տաս, որ սատանայի թագավորությունը քո ականջի մեջոցով փոխանցվի քո սրտի մեջ։ Հենց վատ բան են խոսում, փոխիր զրույցը։ Ես այնքան զրույցներ եմ կանգնացրել, գալիս են ինձ ասում են, գիտես, որ այս բանը այսպես ասում մի րոպե, չեմ էլ ուզում իմանամ։ Քիչ ինֆորմացիա ունեմ ու քիչ բանի վրա եմ գլուխը մտածում, էլ մի բան էլ դրանց մասին մտածում։ Ինչի շատացնեմ բացասական ինֆորմացիան իմ մեջ։
ու ոչ մի ինֆորմացիա չկա, որ հենց այնպես անցնի։ Դու գիտեք, որ բոլոր մեր լսած, տեսած բաները մեր հիշողությունից չեն կորում։ Այսօր մեզ թվում է, թե մեր հիշողությունից կորում են։ Ես փառք եմ տալիս, որ շատ բաներ չենք հիշում։ Բայց իրականում ոչ մի բան չի կորում մարդու կյանքում։ Բոլորը նստվածք են տալիս։ Մարդու սրտի խորքում, ենթագիտակցության մեջ, դրանք բոլորը նստվածք են տալիս։ Ու ինչ որ միտեղ հաստատ դրանք կարող են արտահայտվել։ Դրա համար շատ զգույշ լինել այսպիսի բաներից։ Եկեք շարունակենք կարդալ։ Ուրեմն ինչ եմ կարդում 5-րդ գլխի 20-րդ խոսքում։ Թշնամություններ, կռիվներ։ Կարծես տրամաբանական շարունակությունը լինի, չէ՞, կռիվ, թշնամություն։ Եթե կա թշնամություն, կռիվներ անպակաս են լինում։ Մարդիկ, որ թշնամություն են պահում իրար նկատմամբ, մի հատ կայծ ապետ կողակի, որ կռիվը լինի։ Դա նման է բենզինի մի հատ կամ տարածքի, որ գրավված այդ գազով, ու մի հատ փոքր կայծ ու պատրաստ է կռիվը։ Կռիվները դրանք շատ վտանգավոր բան են, ու իրականում փչացնում են մարդկանց հարաբերությունները։ Կռիվը միայն իրար խփելը չի բռունցքներով, թեև դա էլ է մտնում կռվի մեջ։ Կռիվը նաև լեզվով, խոսքով իրար խփելն է, որը շատ ցավոտ է լինում հաճախ ավելի քան թե բռունցքով խփածը։ Բացեք ինձ հետ առակած գիրքը, որովհետև բաներ կան, որ արժի մենք շատ լավ տեսնենք դրանք։ Իսկապես մեր աչքերով կարդանք, թե ինչ է գրված։ Առակած 20-րդ գլուխ։ Գիտեք Աստվածաշունչը ինչ է գնահատում կռիվը։ Մարդիկ կան, որ կռվասեր են, դուք հանդիպել եք այդպիսի մարդկանց։ Հայ ժողովրդի մեջ լավ խոսք կա տարածված, չէ՞, զակատարած կռիվ։ Հերիքա բաց անես, ինչ է դուրս գալիս, հերիքա բերանը բաց անես, կռիվ է դուրս գալիս։ Առակած 20-րդ գլուխ, 3-րդ խոսքը։ Տղաներ եւ աղջիկներ, գիտեք դիտմամբ եմ այսպես ասում։ Տղամարդիկ սիրում են կռվել բռունցքով, կանայք սիրում են կռվել խոսքով։ Նայեք, կռիվը ոնց է գնահատում Աստված։ Կարդում եմ 20-րդ գլխի 3-րդ խոսքը։ Կռվից ետ կանգնելը մարդուն փառք է, բայց ամեն հիմար կռվասեր է։ Բան չկա, չէ՞ ասել։ Ես հիշում եմ, որ ժամանակին շատ էի հետաքրքրում արևելյան փիլիսոփայությունով, նրանց մարտարվեստներով։ Այնտեղ մի այսպիսի բանի հանդիպեցի, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, ես դրանց ինֆորմացիաներին շատ չեմ վստահում, բայց մի այդպիսի բանի հանդիպեցի, որ լավ վարպետները արևելյան մարտարվեստների ձգտում են խուսափել կռվից։ Այն ջրիկները, որ դեռ բանել չգիտեն, նրանք են սիրում կռիվ անել։ Ովքեր իսկապես լավ վարպետներ են, նրանք սիրում են խուսափել կռվից։ Նայեք, կռվից ետ կանգնելը մարդուն փառք է։ Կարող են մարդիկ նայեն ասեն, վայ, չգիտեմ, այս աշխարհի լեզվով հազար մի վատ բառեր կարող են ասել այդ մարդուն, չէ՞։ Ինչպիսին է այս մարդը, բանի պետք չի մեր կողքը չկանգնի, ինքը չկռվեց իր պատվի համար, իր փառքի համար։ Աստծո առաջ կռվից հետ կանգնելը մարդուն փառք է։ Բայց ամեն հիմար կռվասեր է, սա էլ հաշվի առեք։ Ես չեմ գրել այս գիրքը, Աստված է գրել։ Եթե բողոքներ կլինեն, դիմեք Սուրբ Հոգուն, ասեք ինչի ես այսպիսի բառերով գրել, ինչ անեմ։ Ու իսկապես կռիվները թշնամությունների հետևանք են։ Թշնամությունները վերջիվերջո հանգեցնում են կռիվների։ Եկեք մի անգամ էլ կարդամ, ուրեմն գրված է ինչպես. թշնամություններ, կռիվներ, հաջորդը նախանձներ։ Նախանձը էգոիզմի ամենաուժեղ դրսևորումներից մեկը։ Երբ որ կտեսնեք նախանձ, իսկապես դեմ կանգնեք դրան։ Գրված է այսպիսի բաներ գործողները երկնքի թակավորություն չեն մտնելու։ Նախանձը ինչ է, որ մեկը տեսնում է ինչ-որ մեկը իրանից առաջ է անցնում, ինչ-որ մեկը հաջողություն ունի, վատ է զգում իրեն։ Ինչ ես վատ է զգում։ Ես դες պատմեմ մարդկային հոգեբանություն։ Մեկը պատմում էր, ասում է ուրեմն, երբ որ իրենք ավարտեցին քոլեջը, չգիտեմ իրենց մոտ ոնց են կոչվում, այդ ամեն ինչը, ասում է, տեսա, որ իմ ընկերներից մի քանիսը արագ դարձան միլիոնատերեր, արտասահմանում էր դա։ Ասում է, այնքան ուրախացա, ասեցի, ուրեմն բոլոր պայմանները կան, որ ես էլ դառնամ։ Ասում եմ, շատ հետաքրքիր է այս մարդու մտածելակերպը։ Մեկը կնախանձեր, կասեր ինչի ես չդարձա, իրանք դարձան, չէ՞։ Ու կուզեր մի վատ բան աներ այդ մարդկանց։ Բայց այս մարդը ուրիշ ձևի մտածեց։ Ասեց, եթե իրենք կարողացան դառնալ, ուրեմն ես էլ կարող եմ դառնալ։ Հետաքրքիր է։ Իսկ ինչի հավատքի մեջ մարդիկ, երբ որ տեսնում են, որ մեկի կյանքում Աստվածը լավ հրաշք է գործում, հանկարծ մեկը թթվում են, քիթները կախում, մեկը լավ հաջողություններ ունի, աշակերտներ ունի, ու իր աշակերտները զարգանում են, իրենք վատ են զգում դրանից։ Ինչու՞։ Մենակ ուրեմն լրիվ պայմանները կան, որ դու էլ ունենաս այդ հաջողությունները։ Ճիշտ է։ Ուրեմն եկեք փոխենք մեր մտածելակերպը։ Նախանձը աստվածային չի, նախանձը սատանայական է։ Վերջիվերջո ինչի պատճառով էին մեղ գործում առաջի դարում մարդիկ, ինչի պատճառով Հիսուսին խաչը հանեցին։ Նույնիսկ Պիղատոսը գրվածը գիտեր, որ նախանձից են քահանապետները մատնում Հիսուսին խաչվելու։ Նույնիսկ Պիղատոսը հասկանում էր դա գիտեր։ Գիտեք ինչու, որովհետև մարդ են, ապրում են երկրի վրա, ճանաչում են մարդկային հոգեբանությունը։ Բայց մարդկային հոգեբանությունը 2000 տարվա մեջ չի փոխվել։ Ոչ միայն 2000 տարվա, անցած 6000 տարիների ընթացքում, գիտեք որ մարդկությունը 6000 տարվա պատմություն ունի։ 6000 տարվա ընթացքում չի փոխվել։ Նախանձը ինքը շատ վտանգավոր մի բան է։ Եթե կնկատեք նախանձ ձեր սրտի մեջ, կանգնեք Աստծո առաջ, բացեք ձեր սիրտը, ու ամեն ինչ արեք նախանձին հակառակ, որպեսզի վերանա ուղղակի, ջնջվի դա ձեր սրտից, որովհետև գրված այդպիսի բաներ գործողները երկնքի թակավորությունը չեն ժառանգելու։
Շարունակենք, նախանձից հետո ինչ է գրված։ Բարկություններ։ Առաջին հայացքից բարկությունը ինչ վատ բան պիտի լինի, որ բարկության ամենավատ բանը գիտեք որն է, որ մարդը գործողությունները բարկության ժամանակ կատարում է իր հանգստանալու համար։ Սա դառնում է մեղք Աստծո առաջ։ Ինքը բարկությունը դեռևս մեղք չի։ Ու Աստված էլ բարկացող է, գիտեք, ու այն մարդիկ, ովքեր իրենից հեռանում են, ովքեր մեղքի մեջ են, Աստված բարկանում է այդ մարդկանց վրա։ Կարդացեք Աստվածաշունչը, տեսեք, գրված է, որ Հիսուսը բորբոքած կրակով պիտի իջնի երկնքից վրեժ առնելու այն մարդկանցից, ովքեր չհնազանդվեցին ավետարանին։ Այսինքն բարկությունը Աստծո մի օր պիտի գա։ Կարդացեք Հայտնության գիրքը, Աստծո բարկության մասին շատ է գրված այնտեղ։ Բարկության 7 անոթները, որ պիտի Աստծո բարկության պատիժները թափեն երկրի վրա։ Կարդացել եք դրանց մասին։ Վերջ Աստված ինքը բարկացող է, բայց Աստված չի անում դա իր հանգստանալու համար։ Անել սեփական անձի հանգստության համար սա էգոիզմ է։ Լավագույն երևի օրինակը ծնողներն են, որ բորբոքվում են իրենց երեխաների վրա, բարկանում են, ծեծում են այնքան մինչև հանգստանան։ Հանգստանալուց հետո կարող է զղջում ապրեն, ցավեն, գնան երեխային գրկեն, բայց իրականում այսպեսին է, գիտեք, բարկությունը ձգտում է հանգստանալու։ Եթե առիթ կունենաք ձեր երեխաներին ծեծելու, դա մի արեք բարկացած ժամանակ, թողեք բարկությունը անցնի, հետո նոր արեք դա։ Գիտեք ինչու՞։ Բացարեք առակած գիրքը ցույց տամ, թե ինչու։ Աստվածաշունչը ասում է, որ եթե կբարկանաք, մեղք մի գործեք։ Բարկացած ժամանակ մարդիկ շատ մեղք են գործում։ Հայհոյանքներ, կռիվներ, ամեն ինչ կարա բխի այդ ժամանակ։ Բարկացած մարդը կարա գնա բամբասելու, որպեսզի հանգստանա։ Ու մարդիկ շատ հաճախ սա անվանում են կիսվել, ինչի համար, որովհետև իրենք հանգստանում են դրա մեջ։ Ասում են գնացի օքսս կիսեցի, նեղված էի, գնացի կիսվեցի, բայց չեն հասկանում, որ սատանայի թագավորություն են տարածում, սատանայի գործերն են կատարում։ Բացեք արել առակած 27-րդ գլուխը, տեսեք ինչ է գրված, 4-րդ խոսքը, միայն առաջի արտահայտությունը պիտի կարդամ, բարկությունը անողորմ է։ Սա Աստված ասում, իմ օրինացը չի, բարկությունը անողորմ է։ Ու դուք էլ կնկատեք, որ բարկությունը անողորմ է։ Մի եկեղեցու հովիվ էր պատմում, ամերիկացի էր ինքը, ու պատմում էր, թե ոնց է բարկությունը գործում մարդու կյանքում։ Երբ որ դա նկարագրում էր, իր կյանքից օրինակ բերեց։ Ասում եմ, մեկը կար, որ անընդհատ եկեղեցում խնդրեմ էր առաջացնում։ Այդ մարդը մտքի հիվանդ էր։ Ոչ թե դիտմամբ էր անում, ոչ թե չարությունն էր, ուղղակի մտքի հիվանդ էր այդ մարդը։ Ասում եմ, անընդհատ խնդրեմ էր առաջացնում եկեղեցում։ Ասում եմ, հավաքույթից հետո կանգնած եմ ու խոսում եմ մարդկանց հետ, ասում եմ, մեկը մոտեցավ տագնապած դեմքով, ասեց՝ մի րոպե կգաս։ Ասում եմ, անմիջապես մեջս հասկացա, որ այդ նույն մարդու մասին է խոսքը։ Ասեց՝ արի գնանք զուգարան։ Ասում եմ, գնացինք զուգարան, դուռը փակեր ներսից։ Մի կերպ բացարեցինք, ասում եմ, այս մարդը ինքնասպան էր եղել։ Այդ մտքից հիվանդը ինքնասպան էր եղել, ասում եմ, ամբողջ լրիվ պատերը արյունոտ էր։ Այն աստիճանի մտքի հիվանդ էր, որ ասում եմ, իր ներքին օրգաններից հանել ու լցրել էր այնտեղ ինչ որ լվացարանի մեջ։ Միահավոր այլանդակ տեսարան էր։ Ասում եմ, այդ տեսարանից փոխանակ ցավեի այդ մարդու համար։ Ասում եմ, բարկացա այդ մարդու վրա։ Մեռած է ինքը, ասում եմ, արդեն մեռնելու վերջի շնչի վրա է, բարկացա, ասացի, ինչ ես անում, գոռացի։ Ասում եմ, հետո նոր սկսեցի տեղը գալ, թե ինչ պիտի անեմ, ճիշտը ինչ պիտի անեմ։ Հասկանում եք, բարկությունը անողորմ է։ Այս արտահայտությունը այնքան ճշգրիտ արտահայտություն է, երբ որ բարկացած ժամանակ դուք ձեր երեխաներին ծեծեք, դուք ողորմություն չեք անի ձեր երեխաներին։ Դուք կհասցնեք, չգիտեմ, մինչև իրենց մահվան աստիճան կարող եք ծեծել, հետո նոր զղջալ։ Բայց բարկությունը իսկապես անողորմ է, թույլ չտաք, որ բարկությունը իշխի ձեր վրա։ Սրա համար կարիք կա միայն մի բանի, չբարկանալու համար, գիտեք ինչ դեղատոմս է գրված Աստվածաշնչում։ Առաջիկա ընթացների 13-րդ գլխում գրված է սերը բարկության չի բորբոքվում։ Ուզում եք մարդկանց վրա չբարկանալ, ձեր բարկության միակ աղբյուրը պիտի լինի սատանան, ու նրա դեմ ինչքան ուզում եք կռվեք, բարկացեք։ Չհայոյեք, մեղք չգործեք, բայց ինչ ուզում եք արեք, ինչքան ուզում եք հրամայեք, հեռացրեք, կռվեք, վրեժ առեք նրանից։ Եթե տեսնում եք ձեր կյանքում մի վատ բան է սարքել սատանան, վրեժ առեք նրանով, որ մի լավ բան դուք կսարքեք Աստծո զորությունով ձեր կյանքում, որ շատ մարդիկ կբերեք հավատքի, դրանով սատանայի պարտությունը տեղի կունենա։ Լավ, ձեր բարկությունը կարող եք թափել նրա վրա, բայց մարդկանց նկատմամբ երբեք մարդկանց նկատմամբ չբարկանաք։ Եթե սիրեք մարդկանց, դուք չեք բարկանա նրանց վրա։ Իհարկե, բարկությունը իր սահմաններն ու իր տեղը ունի, ու աստվածային բարկությունը ճիշտ բարկություն է։ Մենք ինքնականում կարդում ենք այդպիսի դեպքեր, գրված Աստծո հոգին եկավ, օրինակ Սավուղի վրա, ու Սավուղը բարկացավ, ու մի մեծ պատերազմ արեց, ու այդ պատերազմում մեծ հաղթանակ տարավ։ Այդ հաղթանակի մեջ Աստծո անունը փառավորվեց, որովհետև առաջին անգամ Աստված թագավոր էր դրել ու այդ թագավորը հաղթանակ տարավ, հենց Աստծո միջոցով, Աստծո զորությունով։ Լավ, տեսնենք հաջորդը որն է գրված։ Ուրեմն թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, ինչ մեր կյանքում շատ է պատահում։ Հանդիպել եք մարդկանց, որ անդադ հակառակվում են։ Հետաքրքիր է, որ ես փորձել եմ ստուգել այդպիսի մարդկանց։ Գալիս են ու ասում են մի բան,
Ես ասում եմ այդպես չի, այսպես է, չէ, իրենք պինդ հակառակվում են։ Հետո իմ խոսքը շուռ եմ տալիս։ Իր ասածն եմ ասում, տեսնեմ էլի է հակառակվում։ Այսպեսի մարդիկ չեն հանդիպել ձեզ։ Ինձ հանդիպել են թե հավատացյալ, թե անհավատ այսպեսի մարդիկ։ Մարդիկ սիրում են հակառակվել, իրենց հոգեբանությունով հակառակեն։ Երբ որ պրեզիդենտական ընտրություններ ա լինում, ու ինչ որ մեկը հաղթում է, այս մարդիկ հակառակ են դրան։ Հետո հանկարծ այս մարդը չի լինում, մի հատ ուրիշ մարդ ա լինում, էլի հակառակ են իրենք։ Այս մարդիկ ուղղակի հակառակ են։ Եկեղեցում մի հատ լավ բան ես անում, այս մարդիկ հակառակ են։ Ասում ես լավ ոնց անում, դու ասա, իր ասածն ես անում, էլի են հակառակ։ Այս մարդիկ միևնույնն է ամեն ինչի մեջ հակառակ են։ Ու սա սատանայական, շատ կեղտոտ մտածելակերպ է, որ սիրում է անընդհատ հակառակություն։ Գիտեք, մարդիկ կան, որ միշտ օպոզիցիա են։ Ու ամենտեղ, ես այդպեսի մարդիկ տեսել եմ, դուրս են գալիս մի եկեղեցուց, գնում են ուրիշ եկեղեցի, այնտեղ էլ հակառակ են ղեկավարությանը, գնում են ուրիշ եկեղեցի, այնտեղ էլ հակառակ են ղեկավարությանը, ու միշտ հակառակ են։ Այս մարդիկ չգիտեմ ինչ են ուզում, բայց իրենք լուրջ փոխվելու կարիք ունեն։ Երբ որ դուք կտեսնեք, որ ձեր զրույցների, մարդկանց այդ հարաբերությունների մեջ դուք հակառակվում եք մարդկանց, մի պահ կանգ առեք։ Հենց այդ պահին, որ դուք զրույցի ու վիճաբանության մեջ եք, մի պահ կանգ առեք ու մտածեք, միթե զիջելու հետ քաշվելու տեղ չկա։ Միթե ոչ մի բանով չեմ կարող լռելու հետ քաշվել, ուղղակի թույլ չտալ, որ այդ հակառակությունը տեղի ունենա։ Հակառակությունները հաճախ կարող են զարգանալ, ուժեղանալ, մեծանալ ու բերել լուրջ պառակտումների։ Հակառակությունները շատ վտանգավոր բան են, դա սատանայի թագավորությունն է։ Գիտեք չէ, ժողովրդական խոսքը ասում են բաժանի որ տիրես։ Այս սկզբունքով գործում է սատանան։ Գիտեք, երբ որ եկեղեցիները Աստծո ժողովուրդը միաբան են, ինքը չի կարողանում մտնել նրանց մեջ։ Բայց երբ որ կարողանում է նրանց մեջ բաժանում առաջացնել, ինքը ուրախանում է, որովհետև այս խումբը բամբասում է նրա մասին, այն խումբը բամբասում է նրա մասին։ Ու անընդհատ բամբասանք է եռում այս խմբերի մեջ։ Աստծուն երկուսն էլ տհաճ են, եթե բամբասում են։ Ու այսպես պիտի չլինի։ Աստծո թագավորությունը այզերով չեն կառուցում։ Հակառակություններ, սա շատ վտանգավոր բան է։ Դրա շարունակությունը գրված է երկպառակություններ, այսինքն այս բաժանումներ։ Իսկապես բաժանումները վտանգավոր են։ Մարդիկ ստեղծված չեն բաժանված ապրելու համար։ Տարիներ առաջ, երբ որ անհավատ էի, շատ գրքեր էի ուսումնասիրում, հանդիպեցի մի հետաքրքիր պատմության։ Մի մարդ ինքը իր սեփական կամքով հավաքել էր ինչ որ ունեցվածք, տնտեսություն, տեղափոխվել էր մի անմարդաբնակ կղզի, վերացրել էր այն նավը, ինչով գնացել էր այդ կղզին, ու մենակ ապրում էր տարիներ։ Իր կյանքում եղել էին դեպքեր, որ նավով եկել էին այդ նույն կղզին, անմարդաբնակ կղզի էր, ուղղակի անցնելուց եկել էին այդ կղզին, խոսել էին, ասել էին ուզում ես քեզ վերցնենք մեր հետ տանենք, ասել չեմ ուզում, ես իմ սեփական կամքով եմ այստեղ։ Ինչ որ ժամանակ հետո այնքան դուրս եկավ դա, ասեցի ես էլ եմ ուզում ցենց լինեմ։ Կհավաքեմ մի ինչ որ փոքր վաժին ունեցվածք տնտեսություն, չգիտեմ, այնտեղ ամենաանհրաժեշտ բաները մի քանի գործիքներ, գուցե տնտեսության համար այնտեղ ապրելու։ Գնամ ապրեմ, ինչ դժվարություն, մարդկանց հետ ապրելը ամենադժվար բանն է, բայց Աստված մեզ չի ստեղծել դրա համար։ Աստված մեզ ստեղծել է հարաբերության համար, որ մենք խմբով ապրենք, որ իրար հետ հարաբերվենք։ Գիտեք, սա Աստծո նմանություններից մեկն է, որ մենք իրար հետ պիտի ապրենք։ Ես շատ մարդիկ եմ տեսել, որ դուրս են եկել եկեղեցուց, ոչ մի եկեղեցի չեն գնացել։ Մի եկեղեցուց վիրավորված, մեղացած են եղել ու դուրս են եկել, կարծես եկեղեցին այդ մի երկու հոգին էին, որ իրան վիրավորեցին։ Դուրս են գալիս ու էլ ոչ մի եկեղեցի չեն գնում։ Ասում եմ լավ, եթե այդ մարդը Աստծուն սիրող էր, ինչու ոչ մի եկեղեցի չի գնում։ Ես ընդունում եմ, որ կարելի է մի եկեղեցուն վիրավորված լինել ու այդ եկեղեցուց հեռանալ։ Թեև հեռանալը ճիշտ չի։ Ավելի ճիշտ է լուծել ինչ որ հարցեր։ Բայց եթե դուրս է եկել ու ինքը Աստծուն սիրող է, ինչի մի ուրիշ եկեղեցի չի գնում։ Ինչի է մնացել այդպես, որովհետև ինքը իրականում Աստծուն սիրող չի, ինքը իրեն սիրող է։ Եթե մարդը մնում է ինքը իրեն սիրող, ինքը իսկապես ձգտում է մենակ ապրելու։ Զգույշ եղեք, որովհետև հոգեկան հիվանդությունների մեծ մասը կարող են առաջանալ, չգիտեմ, չեմ ուզում բժիշկների բանով խոսել, բայց դրանք իսկապես ինչքան ես հանդիպել եմ, շատ են առաջացել նրանից, որ մարդիկ ձգտել են մենակ մնալուն։ Ոչ մեկի հետ հարաբերություն չեն ունեցել։ Սա շատ վտանգավոր բան է, դա աստվածային չի։ Ըստ Աստվածաշնչի կատեգորիկ մերժվում է, գիտեք ինչ է, ճգնավորության գաղափարը, որ մարդիկ մենակ մնալով կարող են սրբանալ ու հասնել աստվածային ինչ-որ բաների, դա անհնարին է։ Այդ մարդիկ հակառակ է, իրենց մեջ ուղղակի փակում են մեղքը, ուղղակի ծածկում են մեղքը, ինչ-որ ձևի մեջ։ Ու դրա մեջ շատ մեծ հպարտություն կա, որովհետև իրենք յուրահատուկ են, ուրիշները ապրում են իրար հետ, իսկ իրենք ապրում են առանձին։ Դիոգենեսի մասին լսել եք։ Այդպիսի մի մարդ, չգիտեմ, իրեն մեծ փիլիսոփա են համարում ոմանք էլ չգիտեմ ինչպես կանվանեն։ Մի մարդ, որ մենակ ապրել է տակառի մեջ, նրան գնացել են տեսնելու ուղղակի, ու ինքը եղել է ցուցահանդեսի նման։ Ես ասում եմ, սրա մեջ չի եղել աստվածապաշտություն կամ սրա մեջ չի եղել, սրա մեջ արմատապես եղել է էգոիզմ, սեփական անձի ցուցադրման ինչ-որ մի բան։ Ու այս ճգնավորության տարիների, ճգնավորության ժամանակաշրջանի մեջ շատ էսպիսի տարօրինակ բաներ կկարդաք։ Մեկը կոչվում էր սյունանիստ, մեր դպրոցի պատմության թեմաներում դրանք մանրամասն կան։
Չգիտեմ քանի տարի նստել էր 18 մետր բարձրության սյունի վրա։ Իր կյանքը անց էր կացնում այդպես։ Միթե մարդուն կարելի է անվանել նորմալ մարդ։ Նորմալ մարդիկ ստեղծված են իրար հետ հարաբերության մեջ ապրելու համար։ Առաջին ընտանիքը Աստված ստեղծեց։ Աստված է ուզում, որ մարդիկ իրար հետ խմբով ապրեն, համայնքով ապրեն, որովհետև համայնքով մարդիկ ուժեղ են, գիտեք, իսկ բաժանված, բզկտված մարդիկ, առանձնացված մարդիկ, իրենք շատ հեշտ կերակուր են սատանայի համար։ Բաժանումները շատ վտանգավոր բան են, դրանցից արժի լուրջ ձևով վախենալ ու հեռու մնալ։ Հենց կնկատես, որ քո ներսում բաժանումը առաջանում ինչ-որ մեկից, ամեն ինչ արա դա քանդելու համար, դա վերացնելու համար։ Իհարկե, բաժանումները նաև ինչ-որտեղ կարող են օգտակար լինել։ Աստվածաշունչը եկեղեցուն իրավունք է տալիս որոշ մարդկանց բաժանել եկեղեցուց, առանձնացնել, որպեսզի այդ մարդու մեջ եղած հիվանդ մտքերը չտարածվեն ու մյուս մարդիկ չվարակվեն դրանցով, կամ հիվանդության այդ մեղքերը ինչ որ կա այդ մարդու մեջ չտարածվեն։ Այսպիսի դեպքերում եկեղեցին պարտավոր է Աստծո առաջ ազանվել Աստծո կամքին։ Նման որոշումներին պարտավոր են ազանվել։ Լավ, սրանք բաժանումների մասին։ Շարունակությունը ինչ է գրված, եկեք կարդանք իր այդ նորից 20-րդ խոսքից, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նայվածքներ։ Ուրեմն որոշ թարգմանություններում չար նայվածք արտահայտության փոխարեն գրված է ատելություն։ Իհարկե չար նայվածքները առաջանում են ատելությունից։ Դուք գիտեք չէ չար նայվածքը ինչ բան է։ Հիմա չեմ կարող ինձ տրամադրեմ մի հատ ցույց տամ այդ, բայց կարծում եմ պատկերացնում եք այդ ինչ բան է, չէ։ Բոլորս էլ մեր կյանքում հանդիպել ենք, չէ, այդպիսի չար նայվածքների։ Ծուռ նայեց, չգիտեմ, այդ չի գալիս բարի սրտից։ Բարի սիրտ մարդը, երբ որ քո նկատմամբ բարի է տրամադրված, ինքը տենց ծուռ նայել չի կարողանում, չէ, ինքը լավ մի հատ տենց սուր չար հայացքով կարանայի, որ այդ հայացքի մեջ լինեն բոլոր տեսակ բառերը, այն վատ իմաստով։ Չար նայվածքներ, ցավալին գիտեք ինչն է, որ քրիստոնյաները իրենց սրտում պահում են այսպիսի թշնամություններ, այսպիսի ատելություններ ու արտահայտում են դրանք չար նայվածքներով ու բոլորովին էլ չեն վախենում, որ իրենք երկինք չեն գնալու։ Չէ՞ որ Աստծո խոսքը ճշմարտություն է, դուք հավատում եք դրան։ Այսպիսի բաներ գործողները երկինքի թակավորությունը չեն ժառանգելու։ Ինքներդ ձեզ չխաբեք, դե էսի լավ մարդ չի, դե այն մեկը չգիտեմ ինչ, բա գիտես իմ նկատմամբ ինչ արել, ես դրա կողմը ոնց տես նայեմ։ Աստված ասում է այսպիսի բաներ գործողները երկինքի թակավորությունը չեն ժառանգելու։ Ու իր խոսքը չի փոխվում անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել քո կյանքում, ինչպիսի դեպքեր են տեղի ունեցել։ Դեպքերը ահավոր են։ Գիտեմ, կյանքը շատ դաժան է ու մարդկային սրտի դաժանությունը կարող է շատ վնասներ տա մեզ հարաբերությունների մեջ, բայց դա չի նշանակում, որ կարելի է դա պահել սրտում ու դրանով փրկվել։ Այդպիսի բան չի լինում։ Անցյալի հիշողությունները ջնջիր։ Եկեք շարունակենք, լավ, հետո կասեմ դրա լուծումների մասին։ Շարունակության մեջ ատելություն, չարնայվածք, սրանից անցնում ենք առաջ գրված է սպանություն։ Սպանություն, բոլոր մարդիկ չեն, որ ֆիզիկական սպանություն են գործել։ Ու հաճախ մարդիկ, երբ որ Աստվածաշնչում կարդում են սպանություն, իրենք այնքան հանգիստ են, կարծես իրենք սպանություն չեն գործել։ Ես ձեզ ասեմ, այդպես չի։ Սպանություն բոլոր մարդիկ են գործել։ Ես էլ եմ գործել ու շատ եմ գործել։ Սպանությունը իրականում այն է, ինչ որ մարդ իր սրտում է սպանում ինչ որ մեկին։ Երբ որ իր խոսքերի միջոցով կարող է ինչ որ մեկի սրտում սպանի ինչ որ մեկին, խոսում եմ էլի բամբասանքի մասին։ Սպանությունը մի բան է, որ մարդու սրտից ինչ որ մեկը վերանում է։ Քո սրտից ինչ որ մարդիկ կան, որ վերացել են, դու ջնջել ես իրենց, սրանք սպանություններ են։ Սրանք լուրջ սպանություններ են։ Ինչով սա կարող եմ հիմնավորել։ 5 կտականում գրված էր մի ձևով, որ կարդում էին մարդիկ սպանություն, հասկանում էին ֆիզիկական սպանություն։ Նոր կտականում Հիսուսը ասեց, դուք լսեցիք, որ ասվեց սպանություն մի գործիր, ուզում եք կարդամ այդ հատվածը։ Բացեք ինձ հետ Մատթեոս 5-րդ գլուխը ավելի լավ կլինի կարդանք իրար հետ։ 5-րդ գլխի 21-րդ խոսքից։ Լսել եք, որ ասվեց առաջիններին սպանություն մի արա, եւ նա որ սպանություն անի դատաստանի պարտավոր պիտի լինի։ Հիսուսը մեջ բերեց 10 պատվիրաններից մեկը, սպանություն մի արա, արտահայտությունը, դա 6-րդ պատվիրանն էր։ Եվ շարունակության մեջ ասում է, բայց ես ձեզ ասում եմ, սա Հիսուսի խոսքն է, լսում եք։ Բայց ես ձեզ ասում եմ, ով որ իր եղբորը, պարապ տեղը, սրդողի, դատաստանի պարտավոր կլինի, ով որ իր եղբորը հիմար ասի, ատյանի պարտավոր պիտի լինի, ով որ իր եղբորը անմիտ ասի, գեհենի կրակին պարտավոր կլինի։ Այսինքն այս արտահայտությունները, որ մեկը իր եղբորը այսպիսի բան ասի, հավասարացնում է 5 տակարանի սպանության հետ։ Նկատում եք այս հատվածում, հետևաբար սրանք նույն սպանություններն են դառնում։ Լավ, չեմ ուզում այս մեղքերի վրա շատ երկար կանգ առնել։ Սպանություններ, ու սրանով կարծես թե այս հատվածում վերջանում են բոլոր մեղքերի քանակը, որոնք վերաբերում են մարդկային հարաբերություններին։ Բայց չեմ ուզում սրա վրա կանգ առնել, ես պիտի շարունակեմ, որովհետև Աստվածաշնչի ուրիշ հատվածներում գրված են էլի մեղքեր,
որոնց մասին արժի որ այսօր խոսենք, նորից որոնք վերաբերվում են մարդկային հարաբերություններին։ Օրինակ գողությունը, գիտեք որ սա լուրջ մեղք է, ու գողությունը այնպիսի մի բան չի, որ մարդիկ դրանից ազատ են, մաքուր են, այնպիսի մի բան է, որ շատ հաճախ է գործվում գողությունը։ Ինչպես սպանությունները շատ հաճախ են գործվում, այդպես էլ գողությունները, գիտեք։ Գողություն հասկացողություն է, եթե փորձենք սահմանել ինչ է գողությունը, ինչպես կսահմանենք։ Այն ինչը քոնը չի, եւ դրա տերը արգելել է քեզ դա վերցնել, բայց դու օգտվում ես դրանից, դառնում է գողություն։ Մի անգամ էլ ասեմ, այն ինչի վրա դու իրավունք չունես, ասեմ ուրիշ բառերով, ինչը քեզ չի պատկանում եւ իր տերն էլ քեզ իրավունք չի տվել դրանից օգտվելու, բայց դու օգտվում ես, դառնում է գողություն։ Եթե մի բան քո բարեկամինն է, հարևանինն է, ու դու առանց թույլտվության իրենից հարցնելու դա վերցնում ես, սեփականացնում ես, օգտագործում ես, դա դառնում է գողություն։ Համաձայն եք այս ձևակերպման հետ։ Եթե այո, ես ապա ընդհարցակեմ։ Սրանք վերաբերվում են ընտանիքի անդամներին։ Եթե քո ընտանիքի մեջ չի նշանակում ամեն ինչ կարող ես վերցնել։ Վերցրու այն ինչ որ կթույլատրեն ընտանիքի անդամները, այսինքն դրա տերը։ Սա վերաբերվում է ամեն ինչին, սա վերաբերվում է օրինակ 10-որդին։ Դու գիտես որ քո եկամուտի 10-րդ մասը ուզես թե չուզես քեզ չի պատկանում։ Եվ Աստվածաշունչը Մաղաքիա 3-րդ գլխում դա անվանում է գողություն Աստծուց։ Գողություն Աստծուց։ Զգուշացեք այս մեղքից։ Ուրիշ ձևով ասեմ, պետական վճարումները գիտեք որ չվճարելը մեղք է, որովհետև այն ինչից մենք օգտվում ենք, օրինակ գազը, օրինակ ջուրը, հոսանքը, պետությունը մեզ դա ջրի չի տալիս, իրավունք չի տվել մեզ դրանից ջրի օգտվելու, հասկանում եք։ Ու դա վերցնել, դրա դիմաց չվճարելը դառնում է նույն գողությունը։ Հին կոմունիստական մի գաղափար կար, կոմունիստական ժամանակներում շատ տարածված, պետությունից գողանալը գողություն չի։ Ու մարդիկ գողանում էին պետությունից անսահման չափով, դրամ էլ այդ պետությունը չդիմացավ։ Էլ որտեղից դիմանար։ Դա մի կողմից, ինքը իրականում չդիմացավ, որովհետև արմատապես ինքը սատանայական էր։ Ու մեկ-մեկ որ ասում են Աստվածաշնչից էր վերցրած, ես գնալով ինչքան ճանաչում եմ կոմունիստական հասարակարգը ու Աստվածաշունչը, տեսնում որ հեչ էլ Աստվածաշնչից չէր վերցրած։ Աստվածաշունչը չի սովորեցնում ոչ մի տեղ, որ պետությունը պիտի ունենա սեփականություն, բայց կոմունիստական հասարակարգը հիմնված էր դրա վրա։ Նկատում եք գողությունը ինչպիսի տեղերում է գործում, եկեք հիմա ձեզ մի ուրիշ խոսք ցույց տամ։ Բացառեք առաջի Կորինթացիների 6-րդ գլուխը, կարդամ 8 եւ 9 խոսքերը։ Ապա դուք անիրավություն ու զրկանք եք անում, եւ այն էլ եղբայրներին։ Պողոսը հանդիմանում է Կորինթոսի եկեղեցուն, ասում է դուք անիրավություն եւ զրկանք եք անում, այն էլ եղբայրներին։ Գիտեք, այս զրկանքը մարդկային հարաբերությունների մեջ կարող է լինի մի կտոր ուտելիք չտալը, կարող է լինի, չգիտեմ, մի բան վերցնելը, որը իսկապես քեզ չի պատկանում, պատկանում էր մի ուրիշի։ Ամեն ինչը բերում է զրկանքի։ Եթե վերցնում եմ մի բանից ես օգտվում եմ ու չեմ տալիս դա իրեն, ես այդ մարդուն զրկում եմ, չէ՞ այդ բաժնից։ Ու սրանից առաջ 7-րդ խոսքում ասում է բոլորովին սա հանցանք է ձեր մեջ, որ իրար հետ դատեր ունեք։ Ինչու դուք մանավանդ անիրավություն չեք կրում։ Ինչու մանավանդ դուք զրկանք չեք կրում, այլ զրկանք եք անում։ Հապա անիրավությունը զրկանք եք անում, այն էլ եղբայրներին։ Չգիտեք որ անիրավները Աստծո թագավորությունը չեն ժառանգելու։ Հարց է տալիս Պողոսը, միթե չգիտեք որ անիրավները Աստծո թագավորությունը չեն ժառանգելու։ Այսինքն Աստվածաշունչը մեզ խորհուրդ է տալիս, որ լավ է մենք զրկանք կրենք, քան թե մի ուրիշի զրկենք։ Լավ է մի բան էլ մենք տուժենք, քան թե ուրիշին տուժացնենք ինչ-որ հարցում։ Մարդիկ, որ սիրում են փողը, սիրում են, չգիտեմ, ունեցված, իրենք սիրում են կտրել ուրիշներից, փոկել ուրիշներից, բայց քրիստոնյան այսպեսին պիտի չլինի, սա սատանայի թագավորությունն է, որ բոլորը իրարից կփոկեն, վերջում էլ իրար կուտեն գուցե։ Ու այսպեսի դեպքեր են եղել պատմության ընթացքում։ Բայց Աստծո թագավորությունը սա է, այն ամենավերջին ունեցածդ էլ կիսես կողքինիդ հետ։ Կողքինդ ունի ոչինչ, մի բան էլ դու թող շատ ունենա, մի նախանձիր նրան, որովհետև քո վարձքը կշատանա երկնքում, եթե դու հավատում ես դրան, դու անպայման պիսին կլինես, թող Հիսուսի անունը փառավորվի։ Գողություններ, եկեք առաջ անցնենք։ Ստախոսություն, Հայտնության գրքում 21-22-րդ գլուխներում կարծես թե այնտեղ էլ մեղքի մասին պիտի չխոսվի, որովհետև դատաստանից հետո մեղքը վերջացած վիճակում էր գցված կրակի լճի մեջ, էլ ոչինչ չկար մեղքի մասին խոսելու կարծես թե, բայց մեկը խոսվում է մեղքի մասին երկու անգամ։ 21-րդ գլխում, ուրեմն 8-րդ խոսքում է գրված, որ մեղք գործողների ու հատկապես գրված է, որ ստախոսների բաժինը կրակով ու ծծումբով վառվող լճի մեջ պիտի լինի։ Մի ուրիշ խոսք 22-րդ գլխի 15-րդ խոսքում, գիտեք որ 21-22-րդ գլուխները Հայտնության նկարագրում են երկնքի թագավորությունը, երկնային Երուսաղեմը, այն քաղաքը, որում պիտի ապրեն բոլոր փրկվածները։ Ու գրված է 22-րդ գլխում, որ ստախոսների բաժինը դրսում պիտի լինի, ստախոսները ներս պիտի չմտնեն այդ քաղաք։
Սուտ է այն ինչը որ մարդիկ ջրի նման են խմում, նույնիսկ հավատացյալները։ Դուք ձեզ բռնացնում եք սուտ խոսելու մեջ։ Սուտը ահավոր ձևով, սուտը այն չի միայն, որ ես մտածում եմ գնամ այս մարդուն խաբեմ ու գնում եմ մի հատ մեծ սուտ եմ հորինում։ Դա չի միայն սուտը։ Սուտը այնքան նրբորեն գործում է մարդու սրտի մեջ։ Մարդը նայված կա ցույց տալի, դրանով ուզում է մարդուն մի բան ասի, որ բոլորովին հակառակ է իրականության։ Այդ մի նայվածքով մարդը սուտ է խոսում։ Մարդը բերանից ինչքան է սուտ հորդում։ Նայեք ձեր շուրջը, մարդիկ անուղղակի սովորած են սուտի, գիտեք, որ նայում ես ասում ես ինչ պատճառով մարդը այստեղ սուտ խոսես, չես կարողանում հասկանալ։ Մարդը ասեր ճիշտ է, շատ ավելի լավ կլիներ։ Բայց մարդիկ այնքան սուտը սիրում են, որ ուղղակի վարժված են հաճախ սուտի։ Հարցնում են այս բանը ինչի արեցիր, անմիջապես սուտ է խոսում։ Ինչու՞, մի հատ կանգ առ, մի հատ խոսա ճշմարտությունը։ Սովորիր, ինչու, որովհետև սուտախոսությունը երկնքի թագավորությունը չի ժառանգելու։ Մենք խոսում ենք երկնքի թագավորության մասին, սուտ խոսելը երկնքի թագավորությունը չի ժառանգելու։ Կտեսնեք այսպիսի բաներ ձեր կյանքում ամեն ինչ արեք դրանց փոխելու համար։ Սուտի տեսակները բավականին շատ են, բավականին բազմազան են։ Մարդիկ սուտ են խոսում իրենց պատիվը բարձրացնելու համար։ Մարդիկ սուտ են խոսում իրենց անձը պաշտպանելու համար, սուտ են խոսում փող աշխատելու համար, ինչը այսօր ամենաշատ տարածված բաներից մեկն է կարծես թե։ Մարդիկ սուտ են խոսում, որովհետև ուզում են, որ իրենց պատիվը մարդկանց աչքին բարձր երևա։ Իրանք են ու վերջ։ Բայց սրանց բոլորի հիմքում ընկած է մի բան՝ էգոիզմ։ Այն մինչև հիմա թվարկված բոլոր մեղքերի հիմքում ընկած է միայն էգոիզմը, մարդու եսասիրությունը։ Եթե լինի եսասիրության փոխարեն աստվածասիրությունը, մարդիկ իրենց մեջ կսպանեն այս բոլոր մեղքերը, ու թույլ չեն տա, որ դրանք գործեն։ Եկեք մտածենք սրա մասին, թե ինչպիսի հետևանքներ են սրանք թողնում, որովհետև իրականում մենք որպես Հիսուսի անունը կրող մարդիկ, բոլոր խոսքերին ու գործողություններին կողքից մարդիկ նայում են որպես հավատացյալի կամ Հիսուսի անունը կրողների խոսքեր ու գործեր։ Հետևաբար դրանով չափում են Աստծուն, դրանով չափում են, թե մենք որքանով ենք հավատացող։ Այնքան շատ եմ լսել, որ մարդկանց մասին ասում են ինքը ինչ հավատացյալ է, այս սուտ է խոսում։ Ինքը ինչ հավատացյալ է, տենաս փողի համար ինչ կռիվներ է սարքում։ Ինքը ինչ հավատացյալ է, տեսնես ինչքան գողություն արեց։ Որ մարդիկ անհավատ աշխարհը նույնիսկ գիտեն, որ հավատացյալները նման բաներ պիտի չանեն։ Իսկ հավատացյալները չեն կարողանում իրենց պահել դրանցից։ Ձեզ պատմել եմ մի շատ հին դեպք կար, որ նեղության տարիներին Հայաստանի, երբ որ լույս չկար, գազ չկար, բոլորդ հիշում եք այդ նեղության տարիները։ Մեկը հավատացյալի անվան տակ գնաց մի հարուստի մոտ ու ասաց, գիտես ես հավատացյալ եմ, որ դու ինձ ժամանակ առ ժամանակ հաց, փող տաս, քո ունեցվածքը կորտնվի։ Աստծո անունը օգտագործել շահի համար, սա մեծագույն մեղքերից մեկն է Աստծո առաջ։ Լավ այս մարդը փակվեր տանը ու աղաղակեր Աստծուն, ասեր պահի ինձ ոնց ուզում ես։ Լավ մեռնեմ սոված, քան թե գնամ այդպիսի բան անեմ։ Պատկերացնում եք, այսինքն ինչ եմ ուզում ասել ամբողջ իմաստը սա է, որ մեր գործողությունները ներկայացնում են մեր թիկունքում եղող Աստծուն։ Աստված մեղ գործող Աստված չի, Աստված գողացող, ստախոս, թշնամի, բարկացող կամ այս բոլոր հատկությունները ունեցող Աստված չի, ինքը նախանձ Աստված չի, թշնամություն չունի մեր նկատմամբ, հակառակը իր որդուն առաջինը ինքը զոհեց մեր հետ հաշտվելու համար։ Հասկանում եք, մենք մեր գործողություններով ներկայացնում ենք մեր Աստծուն։ Երբ որ ասում եմ այսպես, կարող է շատ էլ բացահայտ չլինի, բայց եկեք մտածենք այսպես, եթե մեկը իր գործողությունների մեջ ունի այս մեղքերի ցուցակը, որը մենք կարդացինք Աստվածաշնչում, արդյոք իր Աստվածը սատանան չի։ Արդյոք ինքը սատանա չի ներկայացնում երկրի վրա։ Բայց մենք որպես ճշմարիտ Աստծուն հավատացողներ պարտավոր ենք ցույց տալ Աստծուն ճշմարտությունով։ Ես իմ ուսուցչի քարոզները շատ եմ սիրում դասերը, մինչև հիմա էլ դրանք պահած ունեմ ու հաճախ լսում եմ, ու շատ մարդկանց էլ խորհուրդ եմ տալիս, որ լսեն։ Ինքը այսպիսի արտահայտություն արեց վերջերս մի այդպիսի դասի ժամանակ, որ լսում էի, ասում է, որ եթե մարդը չի խոսում Աստծո մասին, ու առանց խոսելու կողքիները չեն իմանում, որ ինքը հավատացյալ է, ինքը ճիշտ հավատացյալ չի։ Մտածեք մի պահ, դու չես գնում ասում ես հավատացյալ եմ, չես խոսում Աստծո մասին ու Աստվածաշնչից, ու առանց քո խոսելու մարդիկ չեն ճանաչում, որ դու հավատացյալ ես, ուրեմն դու ճիշտ հավատացյալ չես։ Ուրեմն դու ապրում ես իրենց հավասար մեղքերի մեջ, դրա համար չգիտեն այդ մարդիկ, որ դու հավատացյալ ես։ Ու այդպիսի մարդը երկնքի թագավորություն չի մտնում։ Մի ուրիշ բան էլ ասեմ հետևանքների մասին, մեղքերի։ Ընդհանրապես մարդիկ սիրում են մեղքերը մեծ ու փոքր անել։ Բայց գիտեք, որ ամենափոքր մեղքը անգամ կարող է մարդու մեծ գործերը քանդի, Աստծո մեծ գործերը քանդի։ Մենք դու մի հատ սուտ ես խոսում, ասում ես, հա ինչ արեցի, որ մի հատ սուտ եմ խոսել, էլի։ Հայկական գեղարվեստական գրականության մեջ մի պատմություն կա, որ մի մարդ իր կնոջը մի հարվածա տալիս, այս կինը մահանում է։ Հիշում եք այդ պատմությունը։ Այնքան աղոտ եմ հիշում։ Մուշտի մասին է խոսքը։ Որ ասում են, ես ինչ արեցիր։ Ասում են, ինչ եմ արել, որ մի հատ խփել եմ, էլի։ Ով իր կնոջը չի խփում։ Մի հատ խփել եմ, էլի։ Բայց պատկերացնում եք դրա հետևանքով ինչ եղավ։ Գիտեք, ռադիոտեխնիկայում կան սարքեր,
որ իրենք շատ փոքր են, իրենք աշխատում են շատ թույլ հոսանքով, բայց իրենք կառավարում են շատ մեծ հոսանքներ։ Օրինակ ոչ մի մարդ չի գնա, դուք տեսել եք այդ բարձր լարման լարերը, իրենք որ գնում են ճտճտում են նույնիսկ օդի մեջ, այնքան բարձր լարում են այնտեղ։ Մարդը ինչ որ հեռավորությունից հոսանքի հարված է ապրում, առանց դրանց գտնելու։ Դրանք ինչպես կարելի է անջատելու միացնել, գիտեք։ Կան սարքեր, չեմ ուզում շատ մանրամասն ասել, որոնց մի փոքրիկ կոճակ սխմելով կարելի է այդ սարքը գործի դնել։ Իսկ այդ սարքը ինքը աշխատացնում է արդեն միացնում կամ անջատում է այդ շատ բարձր հոսանքը, որին մարդը չի կարող մոտենալ։ Աստված շատ մեծ գործ կարող անի մարդկանց կյանքում, բայց մի հատ փոքրիկ սուտ թվացողը կարող քանդի այդ մեծ գործը, գիտեք։ Եթե Աստված որոշել է, որ քո կոլեկտիվում, որտեղ դու աշխատում ես, կամ այն շրջապատում քո բարեկամության մեջ, որտեղ դու որոշել է, որ քո միջոցով այդ մարդկանց մեծ բազմությունը պիտի ապաշխարության գա, դու ընդհանրապես սուտ ես խոսում։ Ու մտածում ես ինչ մի մեծ մեղք եմ գործել, որ սուտ եմ խոսացել, բայց իրականում քանդում ես Աստծո մեծ գործը։ Էլ Աստծո աչքին դա փոքր չի քո արած մեղքը։ Աստված չի գնահատում քո աչքերով, Աստված գնահատում է իր աչքերով, ինչքան մեծ գործ ես քանդել։ Քո այդ արարքով ինչքան մեծ գործ ես քանդել։ Հասկանում եք, փոքր ու մեծ մեղքեր չեն լինում Աստծո առաջ, որովհետև դրանք արգելք են Աստծո գործին ընդհանրապես։ Դրա համար եկեղեցին պիտի կտրականապես դեմ լինի մեղքի։ Ոչ թե մարդկանց հաճելի լինելու համար ենք մենք ապրում ու հավաքվում այսպես, այլ միայն մի բանի համար, որ Աստծուն հաճելի լինենք, որ նրանք ովքեր սիրում են Աստծուն ու ուզում են իրենց բարոյական ներսի աշխարհը փոխել ու հարմարեցնել Աստվածաշնչի հետ, մենք պատրաստ ենք իրար հետ քայլելու առաջ։ Եթե ոչ մտածեք դրա մասին։ Քո արած փոքրիկ մեղքերը կարող են շատ մարդկանց զրկել փրկությունից։ Ինչ ես կարծում, դատաստանի օրը Աստված պիտի ասի ինչու այդ սուտը խոսեցիր, հա? Պիտի ասի այդ բամբասանքը ինչու արեցիր, ընդհանրապես այսքան բան։ Ինքը քեզ պիտի ցույց տա դրա պատճառով ինչ գործ ես դու քանդել։ Բայց դրան պիտի դատի։ Քո շրջապատի մարդկանց, ես չեմ խոսում ավելի մեծ գործերի միսիոներության մասին։ Քո շրջապատի մարդկանց փրկելը քեզանից կարժենա քո պատվի զոհաբերությունը։ Քեզանից կարժենա քո փողի զոհաբերությունը։ Գիտեք, որ շատ կոլեկտիվներ գայթակղվում են մի հոգու հավատացյալի վարքից, որովհետև փողի համար պատրաստ է մարդկանց կոկորները կրծելու։ Սկոպիտ եմ ասում գուցե։ Բայց որ նայում ես, թե ինչպիսի կատաղությամբ հակռվում մարդկանց այդ փողի համար, բայց դա կարժենա քեզ փող կորցնել։ Մեկը աշխատում էր միտեղ, ասեց, որ այդտեղ շատերն են իրեն հակառակվում, որովհետև ինքը հավատացյալ է, ասեցի, ներսումս մի բան կարծես տագնապ առաջացրեց, ասեցի զգուշ, եթե դու փողի համար բերան բացելու դեմ ես խոսացել մի բառ անգամ, դու այդ մարդկանց կկորցնես ու չես փրկի։ Ու իրականում այդպես էլ եղավ, այդ մարդը վերջի վերջը դուրս եկավ այդտեղի աշխատանքից, որովհետև այդտեղի ինքը չկարողացավ համակերպվել փողի ինչ որ հարցերի պատճառով։ Այս մարդը կորցրեց այդ մարդկանց։ Բայց եթե համբեր էր, եթե պատրաստ լիներ զոհաբերել փողը, այն ինչ որ ինքը աշխատում էր, մարդիկ միշտ մտածում են, որ իրենք ավելին աշխատում են, քան թե ստանում են։ Ոչինչ որ դու տենց ես մտածում, ոչինչ, թող մի բան էլ պակաս լինի։ Մի բան էլ քո փողից տուր, բայց մարդկանց կյանք կարող ես փրկել հավիտենության մեջ։ Հասկանում եք տարբերությունը, արժեքը, այդ փողը մի պահ մենք կապրենք ու այս մարմնի հետ դեն կգցենք։ Բայց հավիտենության մեջ կանգնելու ենք այն փաստի առաջ, որ ինչ որ բաների պատճառով մենք մարդկանց կորուստի ենք մատնել։ Ինչ որ մեր պատվի համար բամբասանք ենք արել, ինչ որ բաներ, որոնց պատճառով մարդկանց բազմություն չի փրկվում այսօր։ Այսինքն դու պատասխանատու ես քո շուրջ եղած մարդկանց փրկության համար։ Ինչպիսին ես ապրում, երկնքի թագավորությունը իսկապես ցույց ես տալիս մարդկանց, թե չէ։ Երբ որ քեզանից փող են վերցնում, փող են պահում, փող են պոկում, ինչ որ մի բան են անում, դրա մեջ դու ուրախությամբ ապրում ես ասելով իմ վարձքը երկնքում է, թե գնում կռիվ ես անում դրա համար ու փչացնում ես ամբողջ Աստծո պատկերը, ինչ որ կարող էիր ցույց տալ այդ մարդկանց։ Հասկանում եք ինչի մասն եմ ասում, սա շատ իրական է այսօր մեր կյանքում։ Մարդիկ, որ կեղծավորության մեղքի մեջ են, ճիշտ նույն բանը տեղի ունենում իրենց կյանքում։ Մարդիկ հավատացյալների հետ հավատացյալ են, գնում են անհավատների մեջ, դառնում են հայհոյող ու ինչպիսի մարդիկ։ Դատաստանի Աստված քեզ կկանչի, կասի դու գիտեիր ճշմարտությունը։ Ինչու ճշմարտությունը ցույց չէիր տալիս։ Տեսեք, չեմ ասում չէիր խոսում։ Ինչու ցույց չէիր տալիս մարդկանց։ Ինչու այնքան պինդ չէիր կանգնած, որ լավը մեռնեմ, քան թե սուտ խոսեմ։ Ու այդ մարդիկ կփրկվեին, գիտես։ Միշտ մեր մարդկային տրամաբանությունով թվում է, թե որ մենք այսպիսի դիրքում կանգնենք, մարդիկ կգայթակղվեն։ Որ ես կանգնեմ մարդկանց մեջ ասեմ, չէ, ես չեմ խմելու, մարդիկ կգայթակղվեն։ Գիտեք, բոլորովին հակառակը։ Ես դեպք գիտեմ այդպիսի, որ մարդիկ հավաքված են եղել ու մի հավատացյալի խիստ ստիպել են, որ ինքը խմի։ Մինչև որ պինդ կանգնել ասել հանուն Աստծո չեմ խմելու։ Վերջում ես բոլորը կանգնել են ասել նա ապրես։ Ճիշտ արեցիր, որ չխմեցիր։ Այ քո Աստվածը իրական է։ Իսկ եթե մարդը ձևական ու փոխվում է, եթե մարդը կեղծավորություն է անում, իրական կեղծավորությունը միայն ցուցամոլությունը չի, ցույց տալը չի։ Կեղծավորությունը այս երկերեսանի կյանքն է, որ միտեղ մարդը մի ձևով է ապրում, ուրիշ տեղում ուրիշ ձևով է ապրում։ Երբ որ մարդը կեղծավորություն անում, ինքը ցույց չի տալիս Աստծուն։
Թաքցնում Աստծո պատկերը, ավելի ճիշտ աղավաղում է, հելանդակում Աստծո պատկերը իր ներսում։ Ամենամեծ վնասը մարդկանց այդ հարաբերությունների մեջ, այս մեղքերը գործելիս սա է, որ դու փչացնում ես Աստծո պատկերը այդ մարդկանց առաջ։ Ու քո պատճառով շատ մարդիկ կարող են չփրկվել։ Այդ մեղքերի պատճառով շատերը կարող են չփրկվել։ Ու դատաստանի օրը դու պատասխանատու կլինես դրա համար։ Ես չեմ վախենում սա ասելուց ու չեմ քաշում ընդհանրապես, ուզում եմ շատ բաց լինի մեր զրույցները, որտեղ Աստծո խոսքը թաքնված մի բան չի ու ես այստեղ չեմ կանգնում ձեզ հաճելի լինելու համար, այլ ճշմարտությունը պաշտպանելու համար։ Ու պատրաստ եմ քայլել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես ճշմարտության կողմնակիցներ են։ Ինչ անել, եթե դու քո մեջ տեսար այսպիսի մեղքեր, ինչպես լուծել սրանց հարցը, որտեղ մարդկային հարաբերությունների մեջ առաջացած մեղքերը, թշնամություններ, նախանձներ, կռիվներ, ինչ ուզում լինի, այս բոլոր տեսակ մեղքերը կապված են մարդուն ներսի աշխարհում եղող էգոիստական մտածելակերպի հետ, խորը էգոիստական մտածելակերպի հետ, ու ամենաառաջին միջոցը դա ներումն է։ Եթե դուք տեսնում եք դժվարություն մարդկանց նկատմամբ, ձեզ նեղացրել են, ձեզ վնաս են տվել, դուք պարտավոր եք ներելու։ Գիտեք ինչու՞։ Հիսուսը արյուն է թափել ամբողջ աշխարհի մեղքերի համար։ Ու այն մեղքը, որ դու չես ներում, Հիսուսը դրա համար արյուն է թափել, դու գիտես։ Այսինքն Հիսուսը պատրաստ է ներելու այդ մեղքերից, դու չէ։ Արդյոք Հիսուսից ավելի պատվավորում բարձր ես քեզ դասում։ Պատկերացնում եք, ներումը անհրաժեշտություն է, ու միայն ներման միջոցով կարելի է վերականգնել հարաբերությունները։ Աստվածաշունչը այնքան շատ չի խոսում իրար նկատմամբ մեղք չգործելու մասին, որքան խիստ ու շատ է խոսում իրար ներելու մասին։ Որովհետև մենք մարդ ենք, ուզենք թե չուզենք, մեծ կամ փոքր, սխալներ իրար նկատմամբ հաստատ կունենանք, բայց ներումը միանշանակ պիտի լինի քրիստոնյայի կյանքում։ Այնքան խիստ է այս հարցը, որ Հիսուսը ասաց, եթե դուք չներեք, ձեր հայրը ձեզ չի ներելու։ Չխաբեք ինքներդ ձեզ, ներումը դա հարաբերությունների վերականգնում է։ Եթե մարդը քայլ չի անում հարաբերությունների վերականգնման, ուրեմն չկա ներում։ Մի ուրիշ միջոց ասեմ, չգիտեմ գուցե ներման մասին արժի ավելին խոսել։ Ես ձեզ պատմել եմ այն դեպքը, որ մեկը զանգում է մի եկեղեցուով ու ասում է՝ «Կկաղոթեք ինձ համար, ես հիվանդ պարկած եմ»։ Ասում է՝ «Գնացինք, տեսանք թոքերի ասմայով ինչ որ ապարատներով շնչող մի կին է պարկած»։ Ասում է՝ «Սկսեցինք աղոթել»։ Ասում է՝ «Սկսեցի աղոթել ստանդարտ աղոթքով, սովորական աղոթքով, որ Տեր բուժի սրան», ասում է՝ «Մեկ էլ Սուրբ Հոգին խիստ ասեց դադարեցրու այս ձևականությունը»։ Ասում է՝ «Կանգ առա ու ասեցի՝ Տեր, ինչ ես ուզում որ անեմ»։ Ասեցի իրեն խոսեցրու իր հոր մասին։ Ասում է՝ «Սկսեցի խոսեցնել հոր մասին», ասեցի՝ «Հայրը երբ է մահացել, ինչ ա եղել»։ Ասում է՝ «Ինչքան նոր մասին լսում էր, այնքան ավելի շունչը կտրվում ու վատանում էր իրավիճակը»։ Ասում է՝ «Վերջը ուղղակի ասեց լռեք, էլ ինձ հորս մասին ոչ մի հարց չտաք, ես չեմ ուզում իրան հիշել, որովհետև ինքը երեխա ժամանակ ինձ բռնաբարել է»։ Պատկերացնում եք մեղքի մեծության աստիճանը։ Ասում է՝ «Սուրբ Հոգին ասեց, եթե այս կինը չների իր հորը, ինքը չի բուժվելու»։ Ասում է՝ «Մենք ուղղակի դա ասեցինք ու դուրս եկանք»։ Ասում է՝ «Անցավ մի քանի օր, այս կինը զանգեց, ասեց ես հիմա լրիվ առողջ եմ։ Այս օրերի ընթացքում Աստված օգնեց, որ ես ներեմ իմ հորը»։ Խնդրում եմ հասկացեք, կարևոր չի մեղքի մեծությունը։ Դուք տեսնում եք ինչպիսի մեղքի վրա Աստված մատը դնում, ասում է պիտի ներես։ Որովհետև այդ բոլոր մեղքերը դրեց իր որդու վրա խաչի վրա։ Այդ բոլորի համար մահացավ իր որդին։ Ով այն մարդը, որ Աստծուց ավելի բարձր լինի ու ինչ որ մեկին չների։ Հաստատ Աստված այս մարդուն չի ներելու։ Ինչ տեսակ հարաբերությունների փչացածություն կա հիմա, որի պատճառով թշնամություն ես պահում կամ էլ ինչ որ մի բան։ Եթե պահեցիր, հաստատ ներում չի լինելու Աստծո կողմից։ Հաստատ երկնքի թագավորության դռները փակ են լինելու քեզ համար։ Շարունակենք։ Միշտ որպես Աստծո մարդ, մտածիր մարդկանց օգուտի մասին։ Երբեք մի մտածիր ես մեջը ինչ շահ ունեմ։ Միշտ մտածիր մարդկանց ինչով կարող եմ օգտակար լինել։ Սա կլինի ճիշտ դիրք, սա կլինի Աստծո դիրքը։ Գիտեք, Աստված երկնքից այսօր նայում է մարդկությանը ու չի նայում, թե այս մարդկանցից ինչ շահ ունեմ։ Ինչ ունի Աստված մարդկանցից։ Իր ամբողջ հայացքը մարդկությանը նայելու սա է, ինչով կարող եմ այս մարդկանց օգտակար լինել։ Ու բոլոր մարդիկ Աստծո, որ հասել են մեծ հաջողությունների, իրենք ունեցել են այս նույն դիրքը, որ կանգնել են Աստծո առաջ ու ասել են ինչով կարող եմ մարդկանց օգտակար լինել։ Իմ աղոթքների մի մասն է դա, ինչով կարող եմ մարդկանց օգտակար լինել, թե չէ ինչի համար ենք ապրում երկրի վրա, ինչի համար Աստված թողել երկրի վրա եկեղեցին։ Նա ամեն մի փրկվածի կարող էր տանել երկինք ու սրանով ամեն ինչ վերջանար, բայց թողելա որ դու օգտակար լինես մարդկանց, որ քեզանով մարդիկ փրկվեն էլի, որ դու բարիք գործես մարդկանց։ Ու տեսեք ինչպիսի մարդկանց անուններ կան այս աշխարհում։ Մայր Թերեզայի մասին լսել եք։ Մարդը իր կյանքը դրեց ինչ որ աղքատ մարդկանց օգտակար լինելու համար։ Նաև Հնդկաստանի ժամանակակից այսօրվա վիճակը ինչքան վատ է։ Ու էլ ինքը Աստված մարդկանց կարիք ունի, որ ուղղակի այնտեղ այդպիսի գործեր անելու։ Ամեն մարդ չի սիրում այդպիսի գործերի մեջ մտնել, այլ այն մարդիկ, ովքեր ունեն Աստծո սիրտը։ Մի ուրիշ բան էլ ասեմ,
Մարդու ներքին շարժառիթը։ Գիտեք, որ մեր բոլոր գործողությունների ու խոսքերի ետևում ընկած է ինչ-որ մի հատ նպատակ ներքին։ Մարդու սրտում ինչ-որ մի նպատակ կա։ Դրա համար մարդի գործողությունները ու խոսքեր են բխում իրենցից։ Մեր բոլոր խոսքերի ու գործողությունների ետևում պիտի ընկած լինի միայն մի նպատակ՝ Աստծո թագավորության զարգացում։ Աստծուն ներկայացնել երկրի վրա, Աստծո թագավորությունը ուժեղացնել երկրի վրա։ Եթե դու ունենաս սա, դու հաստատ ճիշտ հարաբերությունների մեջ կլինես մարդկանց հետ։ Դու կձգտես մարդկանց օգուտը փնտրելուն, դու կձգտես ներելու մարդկանց, կձգտես կառուցելու այն հարաբերությունները, որոնք աստվածային են։ Ես ձեզ ասեմ, այս գաղտնիքն էլ, որ հարաբերությունները միանգամից կատարյալ երբեք չեն կարող լինել, բայց պետք է քայլ անել ու կառուցել, ամեն քայլով մի հատ քար դնել, ամեն գործողությունով այդ հարաբերությունների վրա մի հատ քար դնել։ Ես ձեզ ասել եմ, չէ, վստահություն կորցնելը այնքան հեշտ է, մի հատ սխալ գործեք, վստահությունը կորցնեք, բայց վստահություն շահելը գուցե տարիներ պահանջի։ Եթե դուք մարդկանց մոտ կորցրել եք ձեր վստահությունը, հիմա սկսեք կառուցել այդ վստահությունը։ Մոտեցեք մի հատ գործողություն արեք, դա կլինի մի քար։ Հաջորդ օրը կմոտենաք մի հատ էլ մի բան կասեք, մի բան կանեք, դա կլինի երկրորդ քարը, ու այսպես մի հատ ամբողջ վստահության պատ կկառուցվի, որի մեջ ձեր հարաբերությունները պաշտպանված կլինեն։ Շատ կարիք կա սրա, որ մենք իմանանք, որ մեր ներքին երկրի վրա ապրելու շարժառիթը Աստծո թագավորությունը կառուցելն է ուղղակի։ Թագավորությունը պիտի կառուցել ու բոլոր թագավորություններն են կառուցվում, երկրավոր թագավորություններն են կառուցվում։ Հիմա ես քեզ մի ուրիշ բան ասեմ։ Գիտես, անկախ նրանից, թե դու ինչ ես զգում, որքան լավ ես զգում, որքան վատ ես զգում, երբ որ մտածում ես այն մարդու մասին, ում նկատմամբ որ գուցե թշնամություն, չարություն կամ էլ ինչ-որ մի բան ունես, կարևոր չի դու ինչ ես զգում։ Դու գիտես, որ սխալ բան կա քո մեջ ինչ-որ մարդկանց նկատմամբ, մտածիր այդ սխալից ապաշխարելու համար։ Եթե ուզում ես երկնքի թագավորությունը մտնել։ Նորից եմ ասում, քո ամենամեծ թշնամին այս պահին կլինեն քո զգացումները, քո ներքին ապրումները կլինեն։ Որովհետև հենց որ մտածես այդ մարդու մասին, քո աչքի առաջ պիտի գա, թե այդ մարդը քեզ ինչ վատ բան է արել։ Ու դու չես կարողանա ներել ու կունենաս դժվարություններ։ Բայց հիմա մի քիչ հետո որ մենք կանգնենք աղոթքի, ջնջի, թե մարդիկ ինչ են արել։ Այդ մարդը անձ է, հոգի է, որ պիտի փրկվի, այն որ քո նկատմամբ վատություն է արել։ Ու իր մեղքը Հիսուսի արյունով ծածկված է արդեն։ Եթե ինքը մի հատ բերանը բացի ու ներողություն խնդրի Աստծուց ջնջվելու է այդ մեղքը իր կյանքից, ինչու ես ու դուք չջնջենք դա։ Հասկանում եք։ Եթե դու դժվարություն կունենաս մի աղոթքի ժամանակ այս հարցը քո սրտի մեջ լուծելու, ուրեմն դու կարիք ունես ոչ միայն մի օրվա աղոթքի, գուցե մի քանի օրվա ծոմի աղոթքի, երբ որ դու կփակվես, կբռնես Աստծո փեշերը, կասես ինձ մտցրու երկնքի թագավորություն։ Ես բան ունեմ, որ ինձ զրկում է երկնքի թագավորությունից։ Որովհետև այն բաները, ինչ որ խոսեցինք, այսօր դրանք կզրկեն մարդկանց երկնքի թագավորությունից։ Այսօր դու տեսար, որ ինչ որ հարաբերությունների դժվարություններ ու խնդիրներ ունես։ Ուզում ես, որ ինչ որ մեկի հետ կապված քո դժվարություններն ու խնդիրները լուծած լինես, քեզ էլի մի միջոց պիտի ասեմ, դրանից ազատվելու համար ամեն օր այդ մարդու համար աղոթք կարա, ում որ չես կարողանում ներել, ում նկատմամբ որ թշնամություն, նախանց կամ էլ ինչ որ մի բան ունես, ամեն օր այդ մարդու համար աղոթք կարա, ամեն օր սրտանց բարիք խնդրի Աստծուց այդ մարդու համար։ Ասա ինքը մի հատ ավտո ունի, դրա համար նախանձում եմ, Տեր մի 10-ն էլ տուր իրեն։ Անկեղծ եմ ասում, քո սիրտը կազատվի նախանձից։ Եթե չարություն ունես ինչ որ մարդու նկատմամբ ու չարությունը միշտ ձգտում է, որ այդ մարդու կյանքում մի վատ բան լինի։ Ու հաճախ ուրախանում են մարդիկ դրանից ու ասում են Աստված պատժեց, չէ, մի սխալվիր։ Գուցե Աստված դրա համար հենց այդ սրտի համար քեզ պատժի։ Լսում եք։ Ամեն օր աղոթք կար այդ մարդու համար ու սրտանց խնդրի, որ Աստծո թագավորությունը իջնի իր վրա, որ Աստված իրան շատ օրհնի, ամենայն բարիք, քո սրտի փոխվելու համար եմ ասում։ Եվ ամենակարևոր լուծումներից մեկը խոստովանությունն է։ Խոստովանվիր, ասա Տեր, ես այս մարդու նկատմամբ չարություն ունեմ։ Տեր, ես այս մարդուն չեմ կարողանում ներել։ Տեր, այս մարդուն նախանձում եմ։ Խոստովանվիր, քո բերանից թող արտահայտվի դա։ Բերանից արտահայտածը քո ներսի աշխարհը կազատի մեղքից։ Լսեցիք, ինչ պիտի անեք իմ աղոթքի մեջ։ Ուրեմն եկեք ոտքի կանգնենք ու կառուցենք Աստծո թագավորությունը։ Չլինի, որ այն օրը երկնքում հավիտենության մեջ ինչ որ մեկը բացակայի այնտեղից